Երեք Ուկրաինայի նախագահ Զելենսկին գնացել էր առաջնագիծ Կուպյանսկ, այն նույն Կուպյանսկ, որի ազատագրման մասին ընդամենը մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարար Գերասիմովը հաղթական զեկուցում էր Պուտինին։ Товарищ Верховный Главнокомандующий, вооруженные силы продолжают выполнять задачи в соответствии с замыслом специальной военной операции. Соединения группировки «Запад» освободили город Купянск и продолжает уничтожение формирований вооруженных сил Украины, окруженных на левом берегу реки Оскол. Успешно развивается наступление на Рубцовском и Краснолиманском направлении. Եթե Գերասիմովն ու Պուտինը ճիշտ են, դուրս է գալիս, որ երեք Զելենսկին այցելել է Ռուսաստան եւ տեսանյութ է հրապարակել ռուսական Կուպյանսկից։ Ահա ձեզ Պուտին-Զելենսկի հանդիպում Ռուսաստանում, բայց առանց Պուտինի։ Սա է թշվառ ռուսների Ռուսաստանի հաղթանակի ամբողջ իրական պատկերը։ Հիմա ով է ծաղրածուն, Զելենսկին թե Կրեմլի բունկերում ծբարած մարդասպան հանցագործը։ Սա միայն կարևոր ու հատկանշական դրվագ չէ Ուկրաինայի մասին։ Սա հայ ժողովրդի համար շատ որոշակի ուղեցույց է, թե ով է Ռուսաստանը, որի ուժի եւ անպարտելիության մասին ամբողջ օրը գոռում-գոչում են հայաստանյան որոշ պսևդոքաղաքական շրջանակներ։ Սա ապացույց է, թե ինչպիսի դաշնակից կարող է լինել մի երկիր, որի խոսքը այսքան հեռու է իրականությունից։ Եվ կարող է արդյոք նման դաշնակիցը անվտանգություն երաշխավորել Հայաստանին, թե նոր սպառնալիքներ, նոր վտանգներ ու նոր մոլորություններ ստեղծել մեզ համար։